Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է։ Իսրայելի պաշտպանության նախարարի ավելի վաղ տարածած տեղեկությունը հաստատվել է պաշտոնապես։ Ըստ իրանական աղբյուրների Լարիջանին սպանվել է իր դստեր տանը։ Նրա հետ միասին մահացել են նաև որդին, տեղակալն ու թիկնապահները։ Պաշտոնական Թեհրանն արդեն սպառնացել է թշնամուն պատասխան հարվածով։ Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին խոստացել է իրականացնել վճռական եւ ցավալի պատասխան գործողություն։ Իսկ Հեղափոխության պահապանների կորպուսը արդեն իսկ հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ՝ ի նշան վրեժխնդրության։ 67-ամյա Լարիջանին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներից սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ալի Խամենեիից հետո։ Նա մեծ ազդեցություն ուներ բանակում, լրատվամիջոցներում եւ օրենսդիր մարմնում։ Անցած տարի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ Իրանի 12-օրյա պատերազմից հետո նա վերադարձել էր ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնին, որը զբաղեցրել էր դրանից գրեթե 2 տասնամյակ առաջ։ Ամերիկյան զինանոցում արկա ամենահզոր ռումբերից մի քանիսով հարվածներ են հասցվել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական հրթիռային կայաններին, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Առնվազն 6 մարդ զոհվել, 24-ն էլ վիրավորվել է Բեյրութի կենտրոնին հասցված իսրայելական հարվածների հետևանքով։ Նախնական այս տեղեկությունները հրապարակել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Թշնամին թիրախավորել է Բաշուրա թաղամասում գտնվող թիրախ հանդիսացող շենքը։ Այս լուրն էլ հայտնել է պետական ազգային լրատվական գործակալությունը։ Իրանն իր հերթին լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի սպանության։ Թել Ավիվում վնասվել են տասնյակ օբյեկտներ, ամբողջությամբ ավերվել են 2 երկաթուղային կայարաններ։ Իրանական կողմի տվյալներով խոցվել է ավելի քան 100 ռազմավարական թիրախ։ Բացի այդ, թիրախավորվել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքը։ Անվտանգության ոլորտի պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ անօդաչու սարքն ուղիղ հարվածել է դեսպանատանը, սակայն չի հստակեցրել արդյոք եղել են վնասներ։ Իրանական մեկ այլ արգ էլ ընկել է Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Մերձավոր Արևելքի հարցերով Ավստրալիայի ռազմական կենտրոնակայանի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը հետաքննություն է սկսել փետրվարի 28-ին Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիաառվածի փաստով։ Իրանի դատախազության տվյալներով հարձակմանը զոհ է գնացել 148 մարդ, որոնց մեծ մասը դպրոցական աղջիկներ են։ Միջազգային փորձագետները դեռևս մուտք չունեն Իրան եւ փորձում են տեղեկատվությունը ճշտել սահմանափակ աղբյուրներից։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարարը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել։ Աբբաս Արաղչին Անտոնիո Գուտերեշից պահանջել է խստորեն դատապարտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործողությունները։ Նախարարը Հորմուզի նեղուցում նավագնացության հնարավոր խափանումները պայմանավորում է հենց Արևմուտքի պարտադրված պատերազմով։ Թեհրանը պնդում է, որ միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դադարեցնի Իրանի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները։ Դրանք Թեհրանին փոխանցել էին միջնորդ 2 երկիր։ Ըստ Reuters-ի Խամենեի դիրքորոշումը ԱՄՆ-ից եւ Իսրայելից վրեժ լուծելու շատ կոշտ եւ լուրջ է։ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ռազմական գործողությանը։ Ի պատասխան դրան Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի գործընկերներին եւ դաշինքը անվանել միակողմանի փողոց։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի զգում դաշնակիցների, այդ թվում Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի օգնության կարիքը։ Թրամփը նաև կանխատեսել է Մակրոնի մոտալուտ պաշտոնանկությունը, բացահայտ արհամարհանք ցուցադրելով Ֆրանսիայի գործընկերոջ հանդեպ։ Առաջիկա օրերին պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհրապարակի այն երկրների անունները, որոնք պատրաստ են միանալ Իրանի դեմ գործողությանը։ Այս իրավիճակը լուրջ կասկածներ է առաջացնում Արևմուտքի միասնականության եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ծրագրերի իրատեսականության վերաբերյալ։ Նման պարակտված պայմաններում ռազմական միջամտության հաջողությունը թվում է առավել քան մշուշոտ։ 93 տարեկան հասակում մահացել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը։ Ցավալի լուրը հաստատել է Վրաստանի պատրիարքարանը։ Մինչ այդ հոգևոր առաջնորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոն։ Նրա հոսպիտալացման պատճառն առողջական վիճակի հանկարծակի եւ կտրուկ վատթարացումն էր։ Իլիա II-ը վերջին ժամերն անցկացրել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բժիշկների սկողության տակ։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ այսօր ստացել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգելու մասին դատարանի որոշումը։ Վարդևանյանն այս որոշումը համարում է ապօրինի եւ պատրաստվում է այն շատ սեղմ ժամկետներում բողոքարկել։ Ըստ փաստաբանի դատարանի դիրքորոշումը հաստատում է, որ Կարապետյանին իրականում արգելված է տեսաուղերձներ հրապարակել։ Սա փաստում է, որ նման սահմանափակումների բացակայության մասին պաշտոնյաների նախկին պնդումները պարզապես սուտ էին։ Դատարանը նշել է, որ տեսաուղերձների թույլատվությունը պետք է տա քննիչը, սակայն հենց այդ նույն քննիչը արդեն բազմիցս մերժել է նրանց դիմումները։ Փաստաբանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդումն ուժեղացնելու նպատակ ունեցող տգեղ մանիպուլյացիա։ Վարդևանյանը նաև հիշեցնում է, որ դատախազությունն ունի բացառիկ լիազորություն վերացնելու խափանման միջոցը եւ դադարեցնելու այս գործընթացը։